Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Բերդինավուր բնակավայրից Ճամբարակի թթուջուր բնակավայր տանող ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին։ Վարչապետին վստահեցրել են, որ դրանք արագ կլուծվեն։ Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տարածք, որտեղ սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում երեխաների համար։ Իսկ Իջևանի Գանձաքար բնակավայրից մինչև Բերդի Իզաքար բնակավայր ավտոճանապարհի շինարարությունն այս տարի կավարտվի։ Երկրի ղեկավարը ծանոթացել է նաև այդ աշխատանքներին եւ զրուցել բնակիչների հետ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումները շարունակվում են, այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով հարցին, թե արդյոք կան արդեն նախնական խոսակցություններ, քննարկումներ համաձայնեցված համաձայնագրի ստորագրման շուրջ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիտկինին։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, նաև միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը վստահեցրել է սահմանային կրակոցների դեպքում ՊՆ-ն պարտադիր կերպով իրազեկում է հանրությանը պաշտոնական հաղորդակցությամբ։ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունն ունի պաշտոնական էջ եւ բոլոր հաղորդակցման միջոցներով անպայման իրազեկում է հանրությանը, եթե կրակոցների դեպքեր արձանագրվում էին, եթե սահմանային կրակոցների ինտենսիվությունը պահպանված լիներ, կլիներ պաշտոնական հաղորդակցություն, եթե չկա հաղորդակցություն, չկա ինտենսիվ կրակոց, նշել է Սարգսյանը։ Մայիսի 5-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դը Կոտինին բարձր է գնահատել հանրապետության առաջընթացը մամուլի ազատության ինդեքսում, լրագրողներ առանց սահմանների հրապարակած 2025 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 180 երկրի շարքում 34-րդ տեղը զբաղեցրած Հայաստանը շարունակում է առաջընթաց գրանցել։ Այն հաստատվում է որպես տարածաշրջանում ազատության օազիս, աջակցելով Հայաստանին, մենք աջակցում ենք մեր արժեքները կիսող ժողովրդավարությանը, գրել է Ֆրանսիայի դեսպան Նիքսի իր էջում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է օրեր առաջ նոր վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։ Նա նշել է, որ բռնության որևէ ձև, լինի դա ֆիզիկական թե խոսքով, սադրանքով, անընդունելի է։ Պերուի մայրաքաղաք Լիմայում պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնությանը գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Հովանեսյանը պոկուն վարժությունում 3 հաջող մոտեցմամբ բարձրացրել է 140 կիլոգրամ, 145 ու 150 կիլոգրամներ։ Այս ձևում մեր մարզիկն արժանացել է ոսկե մեդալի։ Հրում վարժությունում Հովանեսյանը բարձրացրել է 173 կիլոգրամ, երկամարտ 223 կիլոգրամ արդյունքով Հովանեսյանը դարձել է պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ Իրանը նոր բալիստիկ հրթիռ է արձակել Ղասեմ Բասիր, որի հեռահարությունը 1200 կիլոմետր է, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար գեներալ Ազիզ Նասիրզադեն։ Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավարը սպառնացել է հարվածել ԱՄՆ ռազմակայաններին եւ զինված ուժերին, եթե Վաշինգտոնը կամ Թել Ավիվը որոշեն հարձակվել Իրանի վրա։ Այս հրթիռը շատերի մեջ գտնում է հենց կոնկրետ թիրախը եւ խոցում այն առանց նույնիսկ 1 մետր շեղման եւ առանց GPS նավիգացիոն համակարգի օգտագործման, ասել է ՊՆ ղեկավարը։ Հնդկաստանը դադարեցրել է ջրի մատակարարումը Պակիստանի հետ սահմանին գտնվող Չենաբ գետի վրա կառուցված Բագլիհար ամբարտակի միջոցով։ Նշվում է, որ Հնդկաստանը նախատեսում է նմանատիպ միջոցներ ձեռնարկել նաև Ջելում գետի վրա գտնվող Քիշան Գանգա ամբարտակի հետ կապված։ Տասնամյակներ շարունակ գործող պայմանագրի գործողությունը կասեցնելու Հնդկաստանի որոշումը կայացվել է Ջամու եւ Քաշմիր նահանգի Փահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։